Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, իրադարձությունները հասել են նոր փուլի, ամեն ինչ կարծես թե արագընթաց է զարգանում, իսկ սյուժեն նոր շեշտադրումներ ու բախումներ է բերում։ Նկարահանումները շարունակվում են մեծ թափով, և հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են յուրաքանչյուր նոր սերիայի, հասկանալու համար, թե ինչպես կփոխվի կերպարների ճակատագիրը և ինչ նոր բացահայտումներ են սպասվում։ Ինչպես արդեն ակնկալվում էր, Լիլիթն ու Սոսը վերջապես վերադարձել են, նրանց վերադարձը ոչ միայն հուզիչ է, այլ նաև ճակատագրական։ Արամի վիճակը նրանց ստիպել է թողնել ամեն ինչ ու գալ Հայաստան, բայց այս վերադարձը ոչ միանշանակ է։ Սոսը վերադառնում է որդուն փրկելու ակնկալիքով, սակայն միաժամանակ մտքին միայն մեկ բան է՝ շախունցների ընտանիքը վրեժ։ Հենց շախունցների ընտանիքն է դառնում նրա հիմնական թիրախը։ Այս պահին էլ նրանք մեղադրվում են Արամին հիվանդանոց հայտնվելու համար։ Նոր տեսանյութերից էլ պարզ է դառնում, որ Սոսի ու Լիլիթի հարաբերությունները նույնպես լարված են։ Սոսը կոպիտ է, մերժող, Լիլիթը մեղադրող։ Արամը դեռ գիտակցության չի եկել, նրան դեռ վիրահատում են, իսկ այդ լուռ ու սպասումով լի պահերը լարում են ամբողջ սյուժեն։ Բժիշկներն ամեն ինչ անում են, բայց պարզ է դառնում, որ Արամի շուրջ ծավալվող գործողությունները կենտրոնական դիրք են զբաղեցնելու։ Նրա մարմինը հիվանդանոցում դառնում է մի կենտրոն, որի շուրջ բոլոր կերպարներն հավաքվում են, յուրաքանչյուրն իր վշտով, մեղավորությամբ կամ վրեժի ծարավով, բայց հավանաբար Արամի կյանքը փրկել կհաջողվի, քանի որ տեսանյութերից մեկում պարզ է դառնում, որ նա Մերիի հետ է հանդիպում և գլխին էլ վիրակապ։ Շախունցների ընտանիքն իր հերթին հայտնվում է ուշադրության կենտրոնում։ Ոչ միայն Սոսը, այլ բոլորը կասկածում են, որ նրանք են Արամի այդ վիճակի մասնակցության մեծ մեղավորները, քանի որ Մերին ու Սեմը փորձել են ծածկել ճշմարտությունը և իրական պատճառը գաղտնի է պահվել։ Շուտով իրավիճակը բնականաբար դուրս կգա վերահսկողությունից։ Այս կեղծ ցուցմունքները երկար չեն կարող մնալ լուռ, ճշմարտությունն անխուսափելիորեն բացահայտվելու է, իսկ այդ պահին հնարավոր է միանգամից փոխվի բոլորի վերաբերմունքը շախունցների հանդեպ։ Իսկ ամենամեծ ինտրիգներից մեկն այն էր, որ Սոսը գրեթե հանդիպում էր Հենդոյին ու Միքայելին հիվանդանոցում, սակայն ճակատագիրը կարծես մի փոքր հետաձգում է այդ պահը, տալով հեռուստադիտողներին նոր լարվածության դոզա։ Այդ հանդիպումը դեռ կայանալու է, բայց միանշանակ կարելի է ենթադրել, որ այն լինելու է բուռն, հուզական և լի ցավով։ Միքայելը շատ լավ կհասկանա, որ Սոսը եկել է ճշմարտության հետևից, և Հենդոն էլ արդեն տեղյակ է բոլոր գաղտնիքներից։ Իսկ ինչ կլինի, եթե հենց այդ հանդիպման ժամանակ բացահայտվի այն սարսափելի գաղտնիքը, որ երկար տարիներ թաքցվել է։ Չի բացառվում, որ Արամի հիվանդանոցում գտնվելը արագացնի այս բացահայտումների ընթացքը։ Մեկ վայրում կհավաքվեն բոլոր կարևոր դեմքերը, բոլոր ողբերգությունների պատասխանատուները և բոլոր զոհերը։ Սոսը եկել է մարտական տրամադրվածությամբ, և եթե պարզվի, որ իրականում տարիներ շարունակ նրան խաբել են, բնականաբար նա կսկսի կործանարար գործողությունների ալիք։ Սյուժեն շարունակում է զարգանալ ավելի ու ավելի անկանխատեսելի ձևով։ Դիանա Գրիգորյանի տիպիկ ձեռագիրը լարվածություն, ցնցող շրջադարձեր ու փոթորկալից հանդիպումներ կրկին աշխատում է իր ուժեղությամբ, և այն, ինչ սպասվում է առաջիկա սերիաներում, կարող է ընդմիշտ փոխել «Վերջին զանգը» սերիալի կերպարների ճակատագրերը։ Իսկ մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալում նոր գաղտնիքների, ինտրիգների և իհարկե շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Գրեք ձեր կարծիքները տեսանյութի մեկնաբանություններ բաժնում։ Ինչ եք կարծում, Աննան ու Սոսն այս սերիայում հանդիպելո՞ւ են, թե ոչ։ Դիանա Գրիգորյանը նշել է, որ նրանց հանդիպումը կայանալու է շատ շուտով, հատկապես, որ Աննան այս պահին գնացել է հիվանդանոց, որպեսզի տեսնի Արամին։ Իսկ թե ինչ է տեղի ունենալու այդ ամենից հետո, ցույց կտա ժամանակը։ Նշենք, որ հեռուստադիտողների մեծ մասն անհանգստացած են Աննայի վիճակի համար, քանի որ Աննան հղի է և մեծ հուզմունք նրան չի կարելի։ Արդյոք այդ հանդիպման ժամանակ ինչ-որ բան կկատարվի ու Աննան կկորցնի իր երեխային։ Հեռուստադիտողները սցենարիստին խնդրում են, որ նման բարդ որոշման չհանգի։
Չնայած մյուս կողմից էլ Աննան մեղադրում է Միքայելին, որ նա փոխել է Հենրիի ճակատագիրը, Անգելինային թողել է դրսում, բնականաբար այս ամենը իր հետքը կթողնեն, արդյոք Աննան այնքան ուժ կգտնի իր մեջ, որ պայքարի իր դեռ չծնված փոքրիկի համար, թե այդ փոքրիկն այլևս լույս աշխարհ չի գա, ցույց կտա ժամանակը։ Հեռուստադիտողները դիտում են, քննարկում, քննադատում, եւ այս պահին հեռուստասերիալը համարվում է ամենառեյթինգային նախագծերից մեկը հայկական սերիալ արտադրության ոլորտում։ Իսկ թե ինչ է սպասվում հաջորդ սերիաներում, կիմանաք, եթե բաժանորդագրվեք մեր ալիքին ու դիտեք տեսանյութերը, որոնք լի են լինելու բացահայտումներով, նոր տեսանյութերով, կադրից դուրս իրավիճակներով, որոնք արվել են հենց նկարահանման հրապարակում։ Դե ինչ գրեք ձեր կարծիքներն ու սպասենք ընդամենը մի քանի ժամից, պարզ կդառնա արդյոք Սոսն ու Լիլիթը վերջապես կհանդիպեն Աննայի հետ և ինչ կբացահայտվի, երբ Աննան իմանա, որ նրանք միասին են, ինչ տեղի կունենա այդ պահին։